Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 15-րդ գլուխ Բادرազմ ամաղեգացիներուն թեմ Սամվել Սավուղի ըսավ Դերը զիս ղրգեց քեզ թագավոր օձելու իր ժողովրդին Իսրայելի վրա ուստի հիմա մդի գրե դիրոջ խոսքը Զորքերու դերը սագա հայդարարե Բիդի հադուցանեմ ինչ որ ամաղե գրավ Իսրայելի անոր Եգիպտոսեն բարձրացած ադենը ջամփայի մեջ անոր ընտիմանալով Հիմա քնա եւ ամաղեգը զարգ անոր ամբողջ ունեցածը նզովե մի խնայր անոր հաբա մերցուր այր մարտիկն ու գիները երեխաները եւ ծծգերները եզները ոչխարները ուղդերն ու էշերը ուստի Սավուղ ժողովուրդը կանչեց եւ դեղայիմի մեջ զայն տվարգեց 200,000 հետևակ զորք էին, իսկ հութայանները 10,000 Սավուղ ամաղեգացներու մեկ քաղաքը քնած ու ծորի մեջ թարարագալ եղավ Սավուղ գենեցներուն ըսավ Քացեք, հերացեք եւ ամաղեգացներուն մեջեն իջեք, որբեսի ցեզ անոնց հետ չզարնեմ Արտարևտուք Իսրայելի բոլոր որդիներուն հետ գարեկցությամբ վարվեցակ, երբ անոնք Եգիպտոսեն բարձրացան Ուստի գենեցիները ամաղեգացներու մեջ են հերացան Սավուղ ամաղեգը զարգավ եւ իլայեն մինչեւ Եգիպտոսի դիմացի սուրը Ամաղեգի թագավորը Ագագը ողջ բռնեց իսկ ամբողջ ժողովուրդը սուրի պերանով անջիդեց Բայց Սավուղ ու ժողովուրդը խրայեցին Ագագի նաեւ լավակույն ոչխարներուն արչարներուն եւ քերերուն բարարդ քարներուն ու բոլոր լավ բաներուն Զանոնք անջիդել չուզեցին Հաբա միայն բոլոր անարգ եւ ամբիդան անասունները անջիդեցին Սավուղ գմերժվի իբրև թագավոր Տիրոջ խոսքը Սամվելի ուղղվեցավ ըսելով Գզղճամ որ Սավուղը թագավոր նշանագեցի քանի որ ինձ մե հերացավ ու իմ հրամաններս չկործատրեց Սամվել դրտմեցավ եւ ամբողջ գիշերը Տիրոջ աղաղագեց Սամվել գանուխ ելավ, որբեսի արդուն երթա Սավուղը թիմավոր է։ Սամվելի իմացուցին ըսելով, Սավուղ գարմեղոս եկավ և ահա իրեն համար հաղթանակի գոտողը գանքնեցուց, աբա անգե վերադառնալով հերացավ ու քաղաքաղա իջավ։ Սամվել Սավուղի քով գնաց և Սավուղ անոր ըսավ. Թուն դիրոջմեն օրտնյալը լաս, դիրոջ հրամանը կործատրեցի, բայց Սամվել ըսավ Հաբա ինչ է այդ ոչխարներուն մայունը, որ ագանչիս կասնի, ու արչարներուն փարաչը, որ գլսեմ։ Սավուղ ըսավ. Զանոնք ամաղեգացիներեն փերին, արտարև ժողովուրդը լավակույն ոչխարներուն եւ արչարներուն խնայեց, որբեսի զանոնք դիրոջ քո աստուծույթ զոհ մատուցանե, սակայն մյուսները անջիդեցինք։ Այն ադեն Սամվել Սավուղի ըսավ. Գեցիր որ քեզի հաղորդեմ ինչ որ դերը այս գիշեր ինձ եսավ։ Անալանոր ըսավ, խոսե, Սամվել Սավուղի ըսավ, ահա թուն որ աչկերուտ բզդիկ կտվեիր, Իսրայելի դոհմերուն գլխավորը եղար, ու դերը քեզ Իսրայելի վրա թագավոր օձեց, դերը քեզի առաքելությունը հանձնեց ըսելով, քնայք մեղավոր ամաղեգացիները նզովե եւ անոնց դեմ բادرազմե մինչեւ որ զանոնք ըսպարես, իսկ թուն ինչու դիրոջ խոսքը մդիկ չրիր, ու ավարին վրա նետվելով դիրոջ արջև չարիք կործեցիր։ Սավուղ Սամվելի ըսավ. Ահա ես դիրոջ խոսքը մդի գրի։ Դերը զիս որ ջամփան որ ղրգեց, այդ ջամփան կացի, ամաղեգի թագավորը Ագագը բերի եւ ամաղեգը նզովեցի։ Սակայն ժողովուրդը այդ ավարեն ոչխարներ ու արչարներ արավ, նզովվածներեն լավակույնները, որբեսի զանոն քաղաքաղայի մեջ դիրոջ քո աստուծույթ զոհ մատուցանե։ Սամվելը ըսավ. Միթե դիրոջ արջև ողջագեզներն ու զոհերը դիրոջ խոսքը մտիկ ընելու չափ հաջողալի են ահա հնազանդությունը զոհեն ավելի լավ է եւ խոսքին ու շատիրը լալը խոյերու ջարբեն արտարև ըմբոստությունը թութության մեղքին բես է ու համառությունը գրաբաշտության բես քանի տուն դիրոջ խոսքը մերժեցիր անալ քեզ մերժեց որբեսի թագավոր չլաս Սավուղ Սամվելի ըսավ Մեղանչեցի դիրոջ հրամանը եւ քո խոսքերը ձանցնելով
քանի որ ժողովուրդեն վախցա ու անոնց խոսքը մտի գրի։ Հիմա գաղաչեմ, ները իմ հանցանքս եւ վերադարձիր ինձ հետ, որբեսի դիրոջ երգրվակեմ։ Սամվել Սավուղի ասավ. Ես քեզի հետ չեմ վերադառնար, քանի դու դիրոջ խոսքը մերժեցիր, դերնալ քեզ մերժեց, որբեսի Իսրայելի վրա թակավոր չլաս։ Երբ Սամվել դարձավ, որ Սավուղի կովեն երթա, անփռնեց իր բարեկոդին կղանցքեն, որ բادرեցավ։ Այն ադեն Սամվել անորը սավ. Դերը այսօր քու վրա ետ Իսրայելի թակավորությունը բادرեց եւ զայն քեզ մե լավ եղող ընկերիդ տվավ։ Իսրայելի զորությունը չի սդեր ու չի զղջար, քանի որ անմարդ չէ որ զղջա։ Սավուղը սավ մեղանչեցի։ Հիմա գաղաչեմ զիս բադվե ժողովրդիս երեցներուն արչև եւ Իսրայելի արչև։ Ինձի հետ վերադարձիր, որբեսի դիրոջ քո աստուծույթ երգրբակեմ։ Ուստի Սամվել վերադարձավ Սավուղի ետևեն ու Սավուղ դիրոջ երգրբակեց։ Հետո Սամվելը սավ. Ամաղեգի թակավորը Ակագը ինձի բերեք։ Ակագ զվարճությամբ անոր մոտեցավ։ Ակագ ինքն իրեն գսեր. Անդրագույս մահվան թարլությունը անցած է։ Բայց Սամվելը սավ. Ինչպես քու սուրդ գիները անզավակ թողուց, նույնպես քու մայրդ գիներու մեջ անզավակ մնա։ Եվ Սամվել դիրոջ արչև գդրադեց Ակագը քաղաքաղայի մեջ։ Սամվել Ռամա գնաց ու Սավուղ իր դունը Սավուղի քապահան ելավ։ Սամվել մինչև իր մահվան օրը անգամ մնալ Սավուղը չտեսավ։ Բայց Սամվել Սավուղի համար գսկար, քանի որ դերը Սավուղը Իսրայելի վրա թակավոր նշանակելուն զղջացեր էր։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։